Գմորնա կամ մորնալու գուդանք այդ ասենք 900, 800, 700 դարին։ Վերջին 100 դարին թուրքերի հետ մենք վերք ունենք, խոցելի է մեր հարաբերությունը, այսօր հարաբերություններ չունենք։ Ինչ է պատճառը։ Ուղղակի խփել չեն ցանկացել այդ շենքին։ Դե չէ, այդ խփելով կարելի էր ընդհանրապես գլխատել հայկական զինված ուժերը։ Մի շենքում բոլոր ղեկավարությունը հավաքված։ Դա անհեթեթություն է, դա նոնսենս է, բայց մենք ունենք այդ նոնսենսը, այդ անհեթեթությունը, չենք էլ փորձում մի բան փոխենք։ Իրան ընդեմ Իսրայել կամ Իսրայելի նախահարցակ լինելը հարվածները 13 օր դևող մոտավորապես պատերազմ, սակայն չհասկացանք արդյունքները։ Յուրաքանչյուրը գսե թե ինք հաղթեց, իրանցի այաթոլլահին խոսքը թե իրենք ամբարդելի են, հանգի առաջ Նեթանյախուն ասեց այս մեծ նվեր է աշխարհին, Թրամփը ասեց ոչնչացուցին գորիզային գետրոնները Ուրանի հարստացման։ Իրականությունը բայց ուր է, ինչ է ցեզի համար բադգերը այս պատերազմին, դեպի ուր կգնա շրջանը ի վերջո։ Որ ինձ ասում են հրթիռներ սարքենք, որ խփենք Թուրքին 20 կիլոմետրի վրա, ես միշտ հարց եմ տալի։ 20 կիլոմետրի վրա այդ որ գմփսնես, ասենք ինչ որ բան եղա։ Ով է օգտվելու այդ վնասից։ Մտածի 40-50 կիլոմետրի վրա, որ մատակարարման պահեստները եւ կոմունիկացիաները վնասես։ Այս երկիրը քանի ամոթ չի բանակից խուսափելը, փողով, չփողով, առողջականով, բանով, լուրջ խնդիրների առջև է կանգնած։ Այս երկիրը, որը որ մերն է, որովհետեւ եթե այս երկիրը ազգ բանակ չունենա, չի ձգի։ Արևելքի հարտագով բարևձեզ, այսօր անգեղծ զրույցի հյուրս Վովա Վարդանովն է, հիշեցնեմ, որ բարոն Վարդանովը ղեկավարը նախագահն է ՈՄԱ գազམ་ագերբության ողջ մնալու արվեստը գազམ་ագերբության բարի եկածեք, շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ հրավերելու համար, բարոն Վարդանով, նախ հատկապես մեր սպյուրքի թիդողներուն համար ինչ է ՈՄԱ-ն, շատեր կհարցնեն, հաճախ հարցումով գտիմեն, կուզենք իմանալ այս մասին, մանավանդ ձեր գործունեության մասին։ Քանի որ երկիրը բավականին փոքր է եւ մեզ շրջապատում են 120 միլիոն թուրք էթնոսի ներկայացուցիչներ, երկու թուրքական պետություններում եւ ոչ թուրքական պետություններում, բայց մեր սահմանի վրա բնակվող, մենք ինչ անենք, պիտի անենք արվեստի մակարդակի վրա։ Եթե տուն ենք կառուցում, պիտի արվեստի մակարդակի վրա լինի։ Եթե գոյատևման process է գնում, պիտի արվեստի մակարդակի վրա լինի։ Եթե կրակում ես, պիտի արվեստի մակարդակի վրա։ Ամեն ինչը արվեստի մակարդակի։ Մենք մեզ պետք է գերազանցենք, որ կարողանանք ողջ մնալ։ Այո, մենք համ շրջապատը պետք է գերազանցենք ամեն առումով, համ ինքներս մեզ։ Դեռ այդ ճանապարհի վրա անելիքներ շատ կան։ Դուք բոլոր թուրքերը նույն արշինով գճապեք, օրինակ Միջին Ասիա թուրքերը, որոնք ավելի փարիացակամ են, դարբեր են։ Այո, նույն բանով գճապեք։ Այո, բայց իրանք բարիացակամ են, տարբերվում են, բայց ասենք ես մի քիչ վատ հիշողություն ունեմ։ Մի քանի կոնտուզիա եմ տարել եւ այդ ցնցումների արդյունքում իմ հիշողությունը փոքրացել է, պաշարա։ Եվ ես մեմորի կարդ, այսինքն ծանրաբեռնված։ Այո, եւ հիշաչար լինելով ես հիշում եմ այդ պատրվակները, երբ որ իդուից իսլամական, ասենք, դեմոկրատական Ուզբեկիստանի շարժումից մեր դեմ եկել թուրքերի կողքը կանգնել կռվում էին։ Ես հիշում եմ Ղազախստանից ոնց էին եկել Ամալ կառույցից մեր դեմ կռվում էին Աֆղանստանից։ Ես հիշում եմ Աֆղանստանից ոնց Խեկմատիարի 3500 հոգին եկել մեր դեմ կռվում էր։ Ես հիշում եմ ոնց էր մեր դեմ սադրանքներ անում Սադախլոյի Վրաստանի բնակիչ թուրքը եւ գնացքից հայերին էր գողանում, գնացքների գծերը վնասում էր եւ գնացքները ընկնում էին, կամուրջ տրակցրեց 93 թվականի աշնանը։ Ես հիշում եմ Ուկրաինացին ոնց էր եկել մեր դեմ պատերազմում թուրքերի կազմում։ Ես հիշում եմ ոնց էր մեր դեմ կռվում Չեչենը։ Ես հիշում եմ ոնց էր մեր դեմ կռվում Կովկասի միավորված գումարտակը։ Ես այդ ամեն ինչը հիշում եմ։ Ես իրանց հետ չեմ թշնամանում, բայց հիշողությունս ինձ չի դավաճանում։ Ես հիշում եմ ռուսը ոնց մեր դեմ կռվեց,
92 թվականի հունիսի 13-ին եկավ կռվեց։ Ես հիշում եմ, ոնց Պարսկաստանը ուսումնական կենտրոններ բացել, ասենք, Բաքվի հանրապետության տարածքում եւ մարզում էր թուրքերին, որ մեր դեմ կռվեին։ Ну ավելի շատ թուրքերին չէ, թուրքերի մոտ ապրող թալիշներին, բայց ամենայն դեպս մեր դեմ էին կռվում։ Ես հիշում եմ ամերիկացիները ոնց Բաքվի մոտակայքում կանանչ բերետայիններով, ասենք, ուսումնական կենտրոն էին սարքել եւ մարզեցին 2 գումարտակ մեր դեմ կռվելու, որոնց Մարտակերտում, ասենք, կոտորեց պաշտպանության բանակը, այդ 2 գումարտակն էլ փրթեց, չօգնեց իրանց ամերիկյան դասերը։ Ես այդ ամեն ինչը հիշում եմ։ Իսկ թուրքերի մեզ շրջապատող բաները, ես նաև հիշում եմ, ոնց Իրանը երբ որ շուռ եկավ, թուրքերը լարեցին իրանց Բաքվի հանրապետությունից, որտեղ Իլչեբը եկավ իշխանության եւ մոտորապես մի քանի ամիս հետո հեռացրեց պարսիկներին, իրենք սկսեցին մեր հետ կապ հաստատել եւ այն բեռները, որ գալիս էին Հայաստան, հաճախ վնասվածք էին ստանում, ասենք, արևելյան եւ արևմտյան Ադրբեջան նահանգներով անցնելուց Իրանի։ Ես էդի լավ եմ հիշում։ Ես իրանց դեմ թշնամություն չեմ անում, բայց հիշում եմ ու գիտեմ, որ նման բան կարա էլի տեղի ունենա։ Այն ում հիշողությունը ծակ է, ինքն է հիմնական մեղավորը իր հետագա դժբախտությունների։ Ես չեմ ուզում դժբախտ լինեմ։ Ես ուզում եմ պատերազմական դրության մեջ հաղթող վերադառնամ տուն, վերադառնամ ամենագեղեցիկ կնոջ մոտ, ասենք, իմ կինը աշխարհի ամենագեղեցիկ կինն է։ Ես առաջ, ասենք, դե միջև փսակվելս երազում էի հաղթանակ էի, գայ ու ամենագեղեցիկ կնոջ հետ փսակվեի։ Ես ուզում եմ, ասենք, լինեմ բախտավոր եւ ուժեղ ազգի ներկայացուցիչ։ Կարճ ասած, եթե հիշում ես, մի քիչ ավելի հեշտ է այդ ամեն ինչը անել։ Պարտադիր չի բոլորը իմ նման լինեն հիշաչար, պարտադիր չի, բայց հիշել, իմանալ եւ հասկանալ դա պարտադիր է։ Պարոն Վարդանով, գիտեք, ես Բոլսո մասին հաճախ գրառումներով հանդես կգամ, նաև Բոլսայի համայնքի հետ լավ կապեր ունիմ, կարողացած եմ ճանչնալ այդ համայնքը եւ միշտ այս օրինակը գուզեմ ներկայացնել իմ հյուրերին, այն իմաստով, որ վերջերս մի զրույցի ընթացքին Բադրիարքի հետ անգնշեր, թե մենք թուրքերի հետ 1000 տարվա պատմություն ունենք, իսկ իսլամների հետ 1600 տարվա։ Անգրագետ մոտեցումը, իսլամների հետ 1300 տարվա։ Լավ, գնանք սրբակրել, հարց չադի, անցանք առաջ վերջին 100 տարին թուրքերի հետ մենք վերք ունենք, խոցելի է մեր հարաբերությունը, այսօր հարաբերություններ չունենք, ունենք խորքային թշնամություն, թուրք էթնոսի հանդեպ, քիչ առաջ դուք արտահայտվեցաք, սակայն մենք գմորնանք կամ մորնալու գուտանք այդ, ասենք, 900, 800, 700 տարին, թե ինչպես մենք կարողացած ենք ապրիլ Արևմտյան Հայաստանի մեջ, ինչպես քոյանալ, ինչպես բարիտրացիություն ունել, ինչ է պատճառը այս նախաբաշարում է անգերց գուզեմ լսել ցեզի, որովհետև այս էական խնդիրն է, որ նաև ավելի լարում ապրեցավ Արցախի ձանր հետևանքներով պատերազմի ավարտին։ Դեռևս մենք հաղթական դուրս գայինք, այսպիսի պիտի չլար պատկերը, համեցեք։ Նախ հասկանանք, որ թուրքական կայսրությունում Էրմենի միլլեթը, որի ներկայացուցիչը, ասենք, կաթողիկոսներ կամ, ասենք, Պոլսո պատրիարքը, որպես գլխավոր հարկահավաք եւ պատասխանատու հարկերը հավաքելու համար, թուրքերի համար ձեռնատու չի եղել, ասենք, որ հայը բացակայի Հայաստանից։ Անկամ 1600 թվականների սկզբին, երբ որ Շահ Աբբասը որոշում ընդունում մարդաթափել Արևելյան Հայաստանը, որպեսզի գրոհող թուրքական զորքերը անապատի հանդիպեն, կեր չունենան ձիերի համար, զինվորների համար, թուրքական բանակը խնդիր էր դրել եւ մեծ ջանքեր գործադրեց, որ կանգնեցնի պարսիկներին Արաքսը անցնելուց, որ թույլ չտա, որ հարկատու կերակրող հայերին, որ չհեռացնեն իր տարածքից։ Մեծ ջանքեր գործադրեց,
չհասցրեց։ Վերջի մի քանի հազար հոգուն են կարողացել, ասենք, կանգնացնել, որ չանցնեն գետը եւ իրենց պաշտպանող, ասենք, պարսկական կամ իրենց պաշտպանող չէ, իրենց Հայաստանից հեռացնող պարսկական զորախմբի մի փոքրիկ խումբ է այդտեղ հանդիպել թուրքական ահռելի բանակի, ասենք, առաջատար հատվածին, որը նետվել էր առաջ, որպեսզի թույլ չտար։ Կաթուկովը իհարկե, ասենք, չես թողի, որ ուրիշը տանի, բնական է, բայց Կաթուկովին նաև դաժան պատիժներ է միշտ սպասել, երբ որ ինքը հարկերը չի կարողացել տա, երաշտ գոյություն ունի, ասենք, Աստված անձրև չտվեց, եւ այն պատիժները, որ եկել է, ասենք, հայ ժողովրդի գլխին, կարդացեք հայ պատմիչներին, առաջի հերթին գլխավոր տուժողը հայ շինագանը, հայ գյուղացին, եւ խնդիրը այնտեղից է եկել, չէ՞, հարգերու պատմությունը ջնշելու հատուկ մեխանիզմ։ Այո, բայց բացի դրանից 19-րդ դարում ֆրանսիական 18-րդ դարի վերջ ֆրանսիական հեղափոխությունը բացեց մի հատ դուռ, որը կոչվում է ազգայնական գաղափարների դուռ։ Այդ գաղափարները վաղուց էին եկվում։ Եվրոպական էթնոսները բոլորը ջահել են, երիտասարդ են։ Մեր էթնոսը ձևավորվել է մոտ 2.500 տարի առաջ, որտեղ ապրում էր մի տարածքում, խոսում էր մի լեզվով եւ ինքնագիտակցություն ուներ հայերեն։ Հունական պատմիչները դրա մասին են վկայում, հունական եւ հռոմեական, բայց Եվրոպան մի քիչ երիտասարդ ժողովուրդներ էին եւ 19-րդ, 18-րդ դարի վերջ նոր ազգայնականությունը սկսեց, ասենք, վերել ապրել ի հակառակ, ասենք, ֆեոդալական մասնատվածության եւ 19-րդ դարից սկսեց արշավը ազգայնական պետությունների եւ այն ով որ ազգայնականացավ ավելի շուտ ինքը կարողացավ նաեւ ազգային տնտեսություն ստեղծի, ազգային պետության մեջ դիմադրողականությունը ազգայնականության վրա բարձրացնի։ Օրինակ, ինչի համար էր Նապոլեոնը կոչվում բոլոր ֆրանսիացիների կայսր։ Իր տիտղոսը տենց ա եղել։ Դա ազգայնականության մասին է։ Այն դեպքում, որ Գասկոնը, Պուատուն, այնտեղ բրետոնացիները, իրենք բոլորը տարբեր էթնոսների ներկայացուցիչ էին, բայց սկսեց ինտենսիվ եռը ֆրանսիական էթնոսի ձևավորման։ Ինտենսիվ եռը։ Ուրեմն թուրքերը մի քիչ ուշացան այդ գնացքից եւ իրենց մոտ ազգայնականության գնացքը ոնց որ ասած տեղից նոր շարժվեց 19-րդ դարի վերջ։ Իրենք արդեն ուշացել էին, ջախջախիչ հարված էին կերել տարբեր ազգայնական, ասենք, փոքրիկ պետություններից։ Հունաստանը անկախացավ, Բուլղարիան ինքը չանկախացավ, իրեն անկախացրեց Ռուսաստանը եւ տեր կանգնեց, ասենք, գերմանական թագավորական տոհմի ազգականը, որը Բուլղարիայի թագավոր դառավ եւ արդեն 20-րդ դարի սկզբին Բալկանյան պատերազմում ազգայնական պետությունները ջախջախեցին նոր ազգայնականությունը ձևավորող կամ դրա մասին խոսացող երիտ թուրքերի կառավարությունով գլխավորած թուրքական պետությունը։ Կարճ ասած, ազգայնականությունը դառավ հիմնական պատճառը հայերի հետ դարսվելու։ Բուլղարացիներին ազգայնական ձևով չեն պատժել, պատժել են որպես քրիստոնյա։ Երբ որ ասենք բաշի բուզուկները գալիս էին ու կոտորած էին անում որպես մուսուլմաններ քրիստոնյաներին, որոնք որ ի հակառակ падիշահի, ասենք, կամքին, խալիֆի կամ թուրքական սուլտանի կամքին գառուցում կամ աղոթում են կամ էլ ձգտում են քրիստոնյա եղբայրներին աջակից կամ sense մի բան ու ցանկացած անհաջողությունները քրիստոնեական գերմանացիների, ավստրիացիների կամ ռուսների դեմ կապված ինչ որ հարցերում կամ ռումինական, ասեք, արդեն իրանց դեմ կանգնած զորքի դիմաց իրանք բացադրում էին դավաճանությունով։ Շատ հեշտ է հիմարությունը բացադրել դավաճանությունով։ Նայեք մեր օրիորդ դավաճան այն դեպքում, որ ընդհանրապես կարելի էր ասել հիմարություն, հիմար եւ այլն։ Որտեղ կա հիմարը, դավաճանություն, լրտեսի կարիք չունեմ։ Դա ասել է ֆրանսիական Նապոլեոնի մինիստրը Թելեյրանը։ Շատ հետաքրքիր միտք է, չէ՞, ասենք, որտեղ կա հիմարը, լրտեսի կարիք չունեմ։ Ինչ պետք է իր օգտին, ասենք, կառուցվելու է։ Գործի գեսը կկատարվի։ Այո։ Հիմա թուրքերը երբ որ ազգայնականությունը սկսեցին առաջ տանել,
Դրանից առաջ մուսուլմանության հիման վրա Համիդի ջոկատները ստեղծվեցին քրդերից, չեչեններից, բաներից, չերկեսներից, նաև Բուլղարիայից եկած, ասենք, մուսուլմանացած հույներից եւ ալբանացիներից, կարճ ասած, այդ ջարդերը դեռ մուսուլմանություն էր։ Եվ երբ որ եկավ իշխանության 2008 թվականին, կներեք, 1908 թվականին երիտ թուրքերի կառավարությունը, որը ազգայնականության վրա էր կանգնած, ինքը սկսեց տանել սկզբից կայսերական օթոմանական գաղափարը, որ բոլորը թուրք են, օթոման են, թուրք բառը չէր օգտագործվում, օգտագործվում էր օթոման, Օսմանին ի հակառակ օթոմանյան, ասենք, պետության գաղափարը։ Դա իրանց մոտ չստացվեց, որտեվ քուրդը ասաց չէ, ես քուրդ եմ, հայը ասաց ես հայ եմ, եւ այլն։ Երբ մենք տեսանք, ասենք, արդեն այդ երկունքը, որը որ թուրքական, ասենք, ազգայնականության հենց բուն ծնունդ եղավ, միջև այդ հղիությունը էր, դա այդ ցավերի մեջ եղավ, ու այդ ցավերի թափվող արունը, ասենք, այդ երկունքի արունը դա հայի արունն էր։ Հայի արունն վրա իրանք շաղաղեցին թուրքական էթնոսը։ Միջև այդ թուրքը իրանց համար թուրքչուլուկ, որպես թրքուկ բառը իրանց համար ստորացուցիչ է եղել։ Վերին խավը ասում էր մենք օսման ենք եւ կար հատուկ օսմանական լեզու։ Ճիշտ է, եւ քրագանություն եւ մադենականություն եւ այո։ Կարճ ասած, հային կոտորելը կամ հեռացնելը այդ երկրից կամ առանձնացնելը մի փոքրիկ հողակտորով իրանց համար դարել էր օրհասական պահ։ Եթե քրդերին անվանելով լեռնային թուրք, լեռնեցի թուրք, իրենք կարող էին քիչ թե շատ ինտեգրել, որովհետեւ քրդերը շատ վաղուց օսմանների, ասենք, կամակատարներն էին եւ իրանց զինվորական, ասենք, հեծելազորի զգալի մասը, այս տարածքում հայերին քրդերը վատություն էին անում, որովհետեւ իրենց հայկական գյուղերը նվերներ էին տալի թուրքական, ասենք, տարբեր վալիներ, փաշաներ եւ սուլտաններ, ուղակի նվեր էին տալի բնակչության հետ միասին հողը կամ հողը բնակչության հետ միասին։ Այդ ամեն ինչ, ասենք, բերել էր դրան, որ քուրդը մի ուրիշ ձևի կախում ուներ օսմանական, ասենք, կառավարությունից եւ իրենց ինտեգրելը թված, ասենք, բան նորմալ, բայց իրենք սխալվան 25 թվականին կարծեմ եղավ առաջի քրդական ապստամբությունը ազգայնական թուրքերի դիմաց։ Եվ մինչև հիմա չի շահվում այդ։ Հիմա ոնց որ թե ինչ-որ հարմարվելու, բայց գա այդ նույն։ Բայց վերջապես 25% բնակչությունը դա հսկայական տոկոս է, եւ հայերը, երբ որ, ասենք, Օսմանյան կայսրությունում արևելյան հատվածում էլի մոտավորապես 25-ից 30% էին, դրա լուծումը եղավ, ասենք, ցեղասպանությունը։ Վաղ թե ուշ կգան քրդերի ցեղասպանությանը կամ մի փոքր պատառ հող կտան, կբերեն բոլորին կսեղմեն, դեք ասեն այդտեղ ապրեք։ Վաղ թե ուշ կգան դրան։ Եթե լինեն ուժեղ, այդ երկրորդ սցենարը կլինի։ Եթե թույլ լինեն, ցեղասպանության ճանապարհով կետան, որտեղ ցեղասպանությունը դա թույլի գործիքն է։ Թույլն է թույլ տալի իրան ցեղասպանություն։ Անպաշտպան բնակչությունը ցեղասպանել դա թույլի գործն է։ Երբ որ ասում են Իսրայելը ուժեղ է, դրա համար է Գազայում ցեղասպանություն անում, ոչ, իր թույլությունից նշանն է, այո։ Համաձայն եմ։ Պարոն Վարդանով, գաբրինք դժվարին ժամանակներ, Գազայով բացված արարը շարունակվեցավ, նկատեցինք Սիրիայում իշխանապողություն, Լիբանանի թեմ պատերազմ ու հասանք գագաթնագետին, զենիթին Իրան ընդեմ Իսրայել կամ Իսրայելի նախահարցակ լինելը, հարվածները 13 օր տևող մոտավորապես պատերազմ, սակայն չհասկացանք արդյունքները, յուրաքանչյուրը գողմերեն յուրաքանչյուրը գսե թե ինք հաղթեց, երեք լսեցինք իրանցի այաթոլլահին խոսքը թե իրենք ամբարդելի են, հանգի առաջ Նատանյախուն ասեց այս մեծ նվեր է աշխարհին, ոչնչացուցինք, Թրամփը ասեց ոչնչացուցինք գորիզային գետրոնները ուրանի հարստացման իրականությունը, բայց ուր է, դուք ռազմական ոլորտի կորձիչ եք, նաև խորքային հայացք ունիք, այստեղ շատ կարևոր կորձոն է այդ զենքերու մասին ալ պիտի ուզեի լսել ցեզ մի քիչ հետ, բայց իրոք ինչ է ցեզի համար բադգերը այս պատերազմին
դեպի ուր կգնա շրջանը ի վերջո։ Կարճ ասեմ, ինչի համար, ասենք, ես հանդգնում եմ ստրատեգիական, ռազմավարական, ասենք, թեմաների շուրջ խոսամ։ Ես ծառայել եմ, ասենք, ժամկետային զինծառայությունը 84 թվականից ստրատեգիական, ռազմավարական զորքերում, սովետական գրույի զորքերում եմ ծառայել 12-րդ բրիգադում։ Հետախույզ դիվերսանտ եմ խորքային։ Ուսումնասիրել եմ հարձակման համար այդ ռեգիոնում, որ հասկանալի լինի, քարտեզը նայողը միանգամից կպատկերացնի Սաուդյան Արաբիան, Իսրայելը, Եմենի բանը, ասենք այդ Ադեն քաղաքի քարտեզներն եմ ուսումնասիրել որպես այն տարածքները, որտեղ ես գործելու եմ, եւ Բանդեր Աբասը բանը Պարսկաստանի հարավը, դա այն զոնաներն են, որ մենք ուսումնասիրում ենք, ես որպես հետախույզ դիվերսիոն խմբի սկզբից հետախույզ ռադիստ կապավոր, հետախույզ կապավոր, հետո ավակ հետախույզ կապավոր, հետո խմբի հրամանատարի տեղակալ, ես ստրատեգիական խորությունների վրա աշխատելու եմ պատրաստվել։ Այդ թվում նաև սպայական պաշտոն եմ զբաղեցրել եւ համապատասխան դասերի եմ եղել։ Հետագայում, երբ որ անկախության, ասենք, ճանապարհը բռնած Հայաստանը զինված ուժեր ունեցավ, մինչև անկախանալ 89 թվականից եղել եմ գլխավոր հրամանատարի տարբեր մարդկանց, բայց 90 թվականի մայիսից Վազգեն Սարգսյանի անմիջական ենթակայության տակ, որպես հետախույզ դիվերսիոն խմբի հրամանատար, ելի ստրատեգիական հարցերով։ Հասկանում եք, ուզում եմ ասեմ, այնպես չէ՞ որ ուղակի նախասիրություն չէ միայն նախասիրություններ ու նորություններ, էլի ես մոտեցումներ ունեմ, որը որ իմ մեջ մտցրել են ինչ մոտեցումով վերլուծես, որ հասկանաս խորքային process-ները հեռավոր քո երկրից, քո ասենք գտնվելու վայրից։ Կոմպետենցիայիս մասին է դա խոսքը, էլի որ իմ կոմպետենցիան որտեղից է գալի։ Հիմա խոսանք Իրանի մասին։ Առաջինը Այաթոլլան ճիշտ է։ Ռաղբարը, Այաթոլլա Խոմենեին ճիշտ է, որովհետև Իսրայելը նախապատրաստական շատ աշխատանքներ է կատարել իր դաշնակից կամ ավակ ընկեր Անգլիայի հետ։ Իրանք կարողացել են տասնյակ տարիներ առաջ ստեղծեն մուսուլմանական կառույցներ ծայրահեղական ի հակառակ, ասենք, ազգայնական արաբական երկրների եւ այդ երկրներում կարողացել են տեղ-տեղ իշխանություն փոխեն, ասենք Համասը եկավ իշխանության անգլիացիների եւ հրեաների ստեղծած եւ աճեցրած Համասը, իշխանության եկավ 2006 թվականին, ոնց էր այդ Տախրիր Արշամ, չէ՞ կարծեմ, հա, որը նուսրայիտներն են, նույն մեկ փոքր սեկտ, իրանք նույն նուսրայիտներն են, որոնց հրամանատարներից մեկը YouTube-ում լիարդ էր կտրում եւ ծամում էր, ասենք, ցույց տալիս աշխարհին, այո։ Այդ մարդակերները էլի նույն կրոնական ազգայնականությանը դեմ պայքարող ուժեր են եղել։ Ազգայնական ովքեր են եղել։ Բաասը։ Ճիշտ է։ Աբդել Նասերը Սիրիայում եւ Իրաքում։ Սիրիայում, Իրաքում Աբդել Նասերն էլ ազգայնական եղել Եգիպտոսում։ Այո, իրանք նույն ազգայնականներն են եւ ազգայնականները անգլիացիներին հերացնում էին այս տարածքում։ Միտեղ ազգայնական բանը Սեյով էր վարչապետի անունը Իրանում, տեսնում եք, ասենք, հիշողությունս լավը չի, ուրեմն ինքը հերացրեց անգլիացիներին, հետո մի կերպ բանա իրեն ամերիկացիների օգնությամբ անգլիացիք պապալեցին, բանին այդ վարչապետին, բայց արդեն գնացքը գնացել էր, Անգլիան միանշանակ չի, որ Իրանում տիրում էր։ Նույն ձևով, ասենք, եղավ Սիրիայում եկան իշխանության ծայրահեղ կրոնականները ի հակառակ, ասենք, Բաասի ղեկավարության, Իրաքում տապալեցին բաասիստներին, հա, բանը հաբրգած էր, բանը Սադամ Հուսեյնը, բանը Բաշար Ասադի մասին այտենց բան չի կարելի ասել, բարեկիրթ նորմալ դաստիարակված մարդ էր։ Ուղղակի ինքը իր եղբայրը չէր, որը բանը մեքենայով ոնց որ վարի էր գնացել, ինքը կառավարել սովորած չէր, դրա համար իր փոխարեն կառավարում էին քիչ թե շատ, ասենք, հաբրգող մարդիկ, կարճ ասած, թուլությունը հիմքերը դրվել է այն վաղտվանից, էլի, ասենք, թուլության, ազգայնականների թուլության։
հաղթում էին կրոնապետերը, հաղթում էին կրոնական ծայրահեղականները, այդ ամեն ինչը եղավ նախապատրաստական Իրանի վրա հարձակման համար։ Իրանը, որովհետև զարմանալի է, ինքն էլ է կրոնապետություն, բայց կրոնապետությունը կարելի ասել իրանական կրոնի։ Շիիզմը իհարկե մաքուր իրանական չի, գոնե ասենք Բաքվի թուրքերն էլ են շիա, այնտեղ շիա են բանում Տաջիկստանում լեռնեցիները, շիաներ կան արաբների մեջ, ասենք Պաղեստինում, շիաներ կան արաբների մեջ Իրաքում, իհարկե, Իրաքի հարավը կարելի ասել ամբողջությամբ արաբական է եւ շիա է։ Նույն ձևով սաուդիտների մոտ, Բախրեյն բան իհարկե կա, բայց շիաների տոկոսը շատ փոքր է, շատ մնացածների հետ համեմատ։ Իսկ շիա կարելի ասել ամբողջությամբ շիա, փոքրամասնությունները, ասենք հայեր, եզդիներ, բան, պարսեր, դա հաշիվ չի, էլի ասենք, հսկայական 90 միլիոնանոց, ասենք, ժողովրդի զգալի մասը, երևի 85 միլիոնը, եթե ոչ ավել, շիա են։ Եվ այն մնացած շիաների տոկոսը արաբների, քրդերի բան, դա հաշիվ չի, դա ոչ մի տոկոս չի փոխում։ Ինքը ինչ որտեղ ազգայնական կրոն է, ազգայնական է։ Եվ իզուր չի, որ ատելությամբ դրդված առաջի հերթին շիաներին էին մորթում Սիրիայում, հետո եւ Իրաքում, հետո նոր անդրադառնում էին քրիստոնյաների։ Նկատի ալևիներուն, չէ, Սիրիայում հատկապես, բայց ալևիներից առաջ, երբ որ Սիրիան նոր խառնվեց եւ իշխանության գալիս էին կամ պրոթուրքական ուժերը, որոնք կառավարական ուժերի դեմ էին պայքարում, կամ էլ սունի իսլամիստները, որոնք առաջի հերթին շիաներին էին բարի տալի։ Եվ ստացվում է իշխանամետ շիաներ եւ ուղակի շիաներ, երկու կողմից էլ շիաները հարված ստացան։ Ալևիները դե Ալիին պաշտելով իրանք էլ են շիա։ Կարճ ասած, ինքը կանգուն ազգային բանի վրա կրոն է։ Այ ոնց որ հայ առաքելականը, քրիստոնեությունը, նո ինչ որտեղ մի քիչ հասարակ ձևով բացատրեմ, հուդայական Քրիստոսի կրոնն է հայերի մոտ, բայց հայ առաքելական։ Բայց ինչպես այդ հիմքը գտնեք, երբ Իրանը ընդամենը օրերու ընթացքին գործընծուց իր ռազմական եւ միջուկային ոլորտի աթոմային գիտնականներու մեծ բանակ եւ Թեհրանի օդը բաց էր եւ այս բոլորը նշաններ են, որ այնպես չէ, որ այդքան խնդիրը դրա մասին չի։ Դուք ինչպես կդիտարկեք։ Լավ, ասենք կորուստներ ունեցան։ Երբ որ ինձ ասում են հրթիռներ սարքենք, որ խփենք Թուրքին 20 կիլոմետրի վրա, ես միշտ հարց եմ տալի։ 20 կիլոմետրի վրա այդ որ գմփսնես։ Ասենք ինչ որ բան եղավ։ Ով է օգտվելու այդ վնասից։ Դու կարանալու ես արագ գազ ու այդ 20 կիլոմետրում խառնված թուրքական զորքի արդյունքում գրավես այս ինչ քաղաքը եւ դրոշը դնես, կամուրջը վերցնես տիրապետության տակ կամ ինչ որ լեռնանցք ոչ, ուրեմն 20 կիլոմետրի մասին մի մտածի 40-50 կիլոմետրի վրա, որ մատակարարման պահեստները եւ կոմունիկացիաները վնասես, որտեղ ինչքան հեռու ես վնասում, այնքան ավելի անպաշտպան է կոմունիկացիաները։ Մեկ է մտածի մոտակա ճակատը, ասենք մինչեւ 10 կիլոմետր, որ դե անմիջապես զորքերին ես խփելու եւ քո օգտվելը հենց դրանում է, որ քեզ չեն խփում։ То есть այդ մերիալ զոնա է ստացվում, որտեղ քեզ խոցել իմաստ չունի։ Իմաստ ունի, եթե կալոննա է գալի։ Պաստորեն դու կալոննային ես խոցում, ոչ թե տարածքը։ Այդ նույն բանն է, խոցեցին լավ, առաջ գնացին։ Չէին դրած այդ նպատակը Իսրայելը, այդպես են հայտարարում, բան Վարդանով։ Բանը աղվեսներ ասում էր խաղողը կանանչ է, հիշում եք, խաղ, ասենք, հասա չհասնելու խնդիր է։ Իհարկե։ Հիշում ենք Իհարկե հիշում ենք Իրաք ներխուժելու բանը, ոնց էր դեկտեմբերի 90 թվականին 25 միլիարդ դոլար փողը չտալու պատրվակով չէր ուզում փակվել, էլի պարտքերը Սադամ Հուսեյնը մտավ Քուվեյթ։ Քիմիական զենքերի, դա հեքիաթ էր, դա կերցրեցին, մեզ հավի տեղ դրած կամ երկրագունդը կամ իրանց ընտրողներին հավի տեղ դրած կուտը լցրեցին, մարդիկ կերան։ Նույնը միջուկային զենքն է իմիջայլու։ Բանը ներխուժեց Քուվեյթ։
ասեցին թույլ չենք տա, որ դու Քուվեյթին տեր կայնես։ Ինչ կատարվեց։ Սկսեց նախապատրաստվել ամերիկյան կոալիցիան, որը որ Քուվեյթից քշեց ջախջախելով Իրաքի զորքերը։ Ջախջախիչ հարվածներ հասցրեց, մի քիչ էլ մտավ, ասենք, Իրաքի տարածք, բայց հետո հետ քաշվեցին։ Մի քանի ամիս պահանջվեց եւ մի քանի 100,000-անոց զորք, ճիշտ է։ Իրանից 3 անգամ ավելի փոքր բնակչություն ունեցող, երևի 4 անգամ ավելի փոքր տարածք ունեցող տարածք գրավելու համար պետք եղավ 2 ամիս եւ որքան ես հիշում եմ առաջի փուլում 250,000-անոց կոալիցիա, իսկ հետո միջև կես միլիոն, 480 միլիոնանոց կոալիցիա, ինչքան հիշում եմ։ Առաջի փուլում 250,000, որպեսզի քշեն իրանց Քուվեյթից, որտեղ իրանք զավթիչ էին։ Փաստորեն Իրանի բանը, եթե 1-ին 3 հաշվենք, գոնե կես միլիոնանոց առաջի փուլում զորք է պետք։ Եվ երկրորդ փուլում 1.5, 1-ից 1.5 միլիոնանոց զորք է պետք։ Առաջի փուլը երբ է լինելու 2, 3, 4 ամիս հետո Ուկրաինայի պատերազմը լիքը, ասենք, խափնված մարդկանց բացադրեց, որ ձեզ խափել են ժողովուրդ։ Ամերիկան սաղին ասում էր սպեցնազների կռիվ է լինելու, մեծ կռիվներ չի լինելու, բայց իր բանակը չէր փոքրացնում։ Բոլորը հավատացին, փոքրացրեցին, Ամերիկան հակառակ իր զինված ուժերը մեծացնում ու մեծացնում էր, բազաներն էր շատացնում, կարճ ասած, ինքը թուլացնում էր մեզ, որպես երկրագնդի հեգեմոն, կառավարիչ, հաղթողա, չէ, դուրս եկել, Սովետը պարտվել է, ինքն էլ անվտանգություն ապահովողներ նաև Եվրոպայի, Եվրոպան էլ սկսեց, ասենք, չաղ ու բախտավոր կյանքով ապրել, զինվորությունը թուլացնելով եւ այլն։ Եվ Ամերիկայի այդ կուտը գերացները դառը հարվածներ կերան ռուսական բանակից։ Ռուսական բանակն էլ կերավ դառը հարվածներ, որովհետև ինքն էլ էր դրան հավատացել։ Եվ իր 2 միլիոնանոց բանակը իջացրել էր մինչև 250,000-անոց։ 90,000-ով գրոհեց Ուկրաինա, որտեղ ամենաքիչը կար 250,000-անոց ուկրաինական բանակ եւ դառը հարվածներ կերավ։ Բայց ուկրաինական պատերազմը մեզ բացատրեց ամենաքիչը մեզ տհասներից, որ մինչև զինվորը իր ոտքը չդնի, տարածքը գրավված չի։ Միջև զինվորը Բերլինի պատերը վրան խուժանական բառեր չգրի, գերմանացու սենսն անենցով, մի հատ քոչարի չպահի, ասենք, գերմանական Ռեյխստագի դեմը, պարտվել չկա, մանավանդ, ասենք, տղամարի կռվող պետություններում։ Փաստորեն պաշտպանական օպերացիան, որը անցկացրել է Իրանը, անցկացրել է թանկ գնով, բայց հաղթող է դուրս եկել, որովհետև ինքը իր նպատակներին հասել է, ինքը կարողացել է ներխուժման դեմը առնի, որ ներխուժում անգամ տեղի չունենա։ Իսրայելն ինչ էր իր խնդիրները։ Իրանը վերացնել որպես վտանգ։ Այո, միջուկային զենք ունեն։ Միջուկային զենքը երբեք վտանգ չէր Իսրայելի համար։ Իրանց համար վտանգը Իրանի կոնկրետ պետությունը։ Իրանի պետությունը որպես ազգային եւ Իրանի հրեդորապահությունը, որ Իսրայելը պետք է վերանա աշխատել։ Դե դա փոխադարձ են։ Մեկը մյուսին մեր ակրվում, հետո սկսում են իրար հետևել, չբարիշելով, թարս նայելով, ուղղակի իրար վրա, ասենք, բանը չեն կրակում այդ պահին, բայց իրար ատելով ատում են, պայի տակ կարող է դանակ հանեն, իրար խոցեն, չկան դե բարիշել։ Ու մեկը մյուսին հակադրվելով ավելի բարձրացնում են բանը աստիճանը կոնֆլիկտը։ Թադրոնի դպավորություն թողեց ցեզի այս ամբողջ պատմությունը անգերձորը։ Իրանը չի ուզում, որ հարվածները շարունակվի, որովհետև ինքը սենց տենես պաշտպանական պատերազմի, պաշտպանական օպերացիան ստրատեգիական գործողություններում ինքը հաղթող է դուրս եկել, ինքը թույլ չի տվել, որպեսզի ներխուժեն։ Մի հատ հասարակ բան ասեմ, մենք ունենք գոնե մեկ նկար, որտեղ զորք է կոտորվել իրանական, տենց հարվածները հասցվել, կա մի հատ զորա շարասյուն, ասենք, ռազմական, մի գումարտակ ընդամենը, որ կոտորել են, կա տենց բան, ոնց որ թե ոչ մի հատ, չէ՞։ Չէ, չկա։ Իսկ դա ինչ է նշանակում։ Իրանական պատերազմին պատրաստ զորքը ամբողջությամբ անվնաս է մնացել։ Այո, եւ պատրաստ է։ Բա ոնց եղավ հաղթանակ։ Իրանի ուժը այդ է կարծես։ Բա ոնց եղավ հրեաների եւ Ամերիկայի հաղթանակ, եթե զորքին ոչ մի բան չի եղել։ Անցնենք առաջ, գիտեք, այս բոլորը փորձեցինք ներկայացնել, մեզ համար էական խնդիրը նաև մեր սահմաններու անվտանգությունն է եւ գիտենք
Իրանի հայանպաստ ոչ թե մեր սև աչքերուն համար կամ գանաչ աչքերուն համար, այլ այն իմաստով որ Իրանը որոշ շահեր ունի նաև մեզի հետ կապված, Սյունիքի հետ կապված, դուք այնտեղ դարագուսան գասկած ունիք, որ Իրանի այս հետ բادرազմյան իրավիճակեն ելնելով Իրանը ինչ որ զիջումներ, ինչ որ նահանջ կգադարե, որովհետև շատեր գրում են, որ Իրանը անցյալի Իրանը չէ, հիմա չեմ գիտեր, այնտեղ չեն գաբրիր, հստակ կարևոր դվյալներ դվիք բանակի մասին, ուժի մասին, Իրանի ուժի մասին, բայց դուք ինչպես կդիտարկեք կլա այդ նահանջը, որը նաև բոլորս այսին Իրանը սիրել են չէ, մեր շահերուն, մեր անվտանգության։ Մի քիչ առաջ ասեցի, չէ, հաղորդման ամենասկզբում, որ Իրանը նաև մեր հակառակորդին մարզել է։ Ինքը ճարահատյալ է մեր այդ բանանում, որովհետև Բաքվի թուրքերը Անկարայի հետ սերտանալով իր շնչուղիները փակում են։ Հիմա մի հատ նեղ շնչուղի է մնացել Հայաստան եւ տնտեսապես թուրքերից կախված Վրաստանով Սևծով։ Գիտենք, չէ, ասենք, որ այնտեղ հարավում իրան լավ աշկով չեն նայում, ասենք, երևի Կատարից բացի բոլոր արաբական երկրները։ Կատարն էլ մի քիչ կախում ունի, Ամանն է մի քիչ բան, որովհետև ժամանակին Իրանի շահը օգնել է Ամանի, ասենք, սուլթանի Օմանը նկատի ունեք, այդ փոքրիկ իշխանությունը։ Ինքը բարի աշկով է նայում, որովհետև ինչ որ բան կա այնտեղ խորհուրդ մգահած։ Խորհուրդը շատ պատմական կոնկրետ փաստ կա, Իրանը 2500 հոգի զինվոր է ուղարկել, որպեսզի բանա սուլթանի իշխանությունը, ասենք, ապահովի, պահպանի, այո, այնտեղ ապստամբություն կար, բան կար ցեղապետերի կողմից։ Всё, մնացածը լուրջ խնդրեմ են։ Պարսից ծոցը փակելը մեկից մեկը, ճիշտ է։ Շատ նեղ հատված կա Պարսից ծոցից երբ որ շատ մեծ խնդիր է դա ամբողջ աշխարհի համար։ Իրանի ցերկը Ամերիկայի օգտույն է աշխատում, ասեմ, եթե նման բան լինի։ Հեսա կասեմ խի։ Ուրեմն կարճ ասած, այնտեղ շնչուղին իրա մեկ էլ ապստամբված Բելուջիստանով Պակիստան գնալն է։ Այո։ Մեկ էլ ասենք իսկ ուր է գնում, այտենց, այդումա Պակիստանի թշնամի Հնդկաստանի կողմ տուպիկա փաստորեն։ Աֆղանստանով ուր պետք է գնա։ Դեպի Չինաստան հնարավոր է, բայց Աֆղանստանով, որը որ միջև վերջ իր քաղաքացիական պատերազմը չի վերջացրել, դա էլ այնպես մի քիչ կասկածներ առաջացնում։ Պակիստանով հնարավոր է Չինաստան կապվել, որովհետև Չինաստանը Պակիստանից մի կտոր հող է ձեռք բերել, 500 կիլոմետրանոց ճանապարհի հատված է այդտեղ կառուցել լեռներում մի քանի հազար կիլոմետր բարձրության վրա, որտեղ ոչ մեկ չի ապրում։ Այդ 500 կիլոմետր միայն ճանապարհ է։ Գիմալայներով այդ էլի անիմաստ է այսինքն իմաստ քիչ թե շատ կա, բայց շատ բարակ եւ խոցելի հեշտ փակվող մեծ ռեսուրս բարիք ունի, հեշտ փակվող մի ճանապարհ է։ Շրջանցիկ անգամ ոչ մի արահետ չկա, որտեղ մարդը ընդհանրապես չի ապրել։ Մի հատ ուղիղ ճամփա են մի կերպ գցել, եթե հանգարց ճանապարհին մի բան եղավ, նույնիսկ արահետ չկա, որ բրգվես, մեծ բեռնատարները կարողանան շրջանցեն այդ խոցված հատվածը։ Կարճ ասած խոցելի է։ Վրաստան ամենակիչը 3 մեծ ճանապարհ է մտնում։ Մեկը Բավրայի բանը այդ անցակետը, մյուսը Գոգավանն է, այն մյուսն էլ ասենք բանը Բագրատաշենը։ Այդ 3 ուղին արդեն ինչ որտեղ բան անում։ Մեղրին, եթե իրանական զորքերը ապահովեն Օրդուբադին վտանգելով եւ Կովսականին վտանգելով, Մեղրին այնքան էլ անպաշտպան չի, ամենակիչը Մեղրից սկսում է 2 ճանապարհ, մեկը Քաջարանով, մեկը բանով, Շիկահողով։ Կարճ ասած, ավելի հուսալի չեմ կարծում, բայց հուսալի մասամբ, ասենց ասեմ, էլի։ Ու այդ շնչուղից Իրանին զրկվել չի կարելի։ Չի փոխվի իր տեսակետը, բազարի չի մտնի, գիտես, որովհետև երկար շունչի վրա թուրքերը նաև իրենց հատկապես Անկարան դիվանագիտական այսպես ոչ միայն դիվանագիտական, իրանք պրոպագանդայով կարողացել են ազարիների երիտասարդության մեջ ինչ-որ մարգինալ մի հատվածին բերել դրան, որ թուրանիզմով վարակվեն, մոռանան իրական, ասենք, այդ տարածքի, որ իրանք հին բնակիչներ են, թուրքալեզու են, բայց ամբողջությամբ, ասենք, իրանական
ծագում ունեն, իրանական ցեղերի եւ ասենք ազգություններից են բաղկացած, ազարին դա պարսկալեզու է ժամանակին եղել, իրանալեզու է եղել, ուղղակի թուրքերենը որպես շփման լեզու կարողացել է հաղթի, ոնց որ Կովկասում լեզգիական ցեղ կա, Տաբասարան, որտեղ երևի 1% բնակչությունը իր հարազատ լեզուն չգիտի։ Տաբասարանները կամավոր թուրքերենի անցած լեզգիական պատվի մեռած կովկասյան ցեղի, ասենք, բան են, то есть հարմար էր թուրքերենը, հարմար էր նաև ազարիների համար։ Ուրեմն այդ երիտասարդները, եթե թուրանիզմով զգալի մասը, ասենք, կամ ինչ-որ տոկոս դարել էին թուրանիզմով վարակված, հիմա իրանք տեսան ինչ։ Իրենց եղբայր թուրքերը Բաքվի ռմբակոծում են կամ թույլ են տալի իրենց տարածքից ռմբակոծեն իրական արևմտյան Ադրբեջանը եւ իրական արևելյան Ադրբեջան նահանգները, որտեղ ապրում են հենց այդ նույն ազարիները թուրքալեզու։ Իրանք տեսան, որ իրենց եղբայր անվանող մեծավարի sense ոնց որ ավակ եղբայրը ինքն է Օսման թուրքը, Անկարայի թուրքը, մաքսիմալ աշխատել է թուլացնի պատասխան հարվածը Իսրայելին, խոցելով հրթիռները իրանական, որ անցնում էին իր սահմաններից հարյուրավոր կիլոմետր հեռու, Իրաքի տարածքում եւ Սուրիայի տարածքում։ Եվ ինչա ստացվում, թուրքերը աշխատել են ի վնաս Իրանին եւ Իրանի բնակիչներին, այդ թվում նաև ասենք 10-ից 15 միլիոն ազարի ցեղերի ներկայացուցիչներին։ Եվ ստացվում է անդե հակառակ բան ստացվեց, process գնաց։ Այսօր ազգայնականությունը այդ երիտասարդների մոտ ավելի ցածր մակարդակի վրա է, քան եղել է մինչև Իսրայելի գրոհը թուրքերի օգնությամբ։ Մարդիկ միախմբվել են իրանական կայսրությամբ, հաստատի դա կայսրություն է, տարբեր ազգերից միավորված պետություն է, իրանական կայսրության գաղափարի շուրջ։ Վերջապես հիշենք, որ հենց իրենց ներկայացուցիչն է համ պրեզիդենտը, համ էլ իրենց ներկայացուցիչն է գլխավոր այաթոլլան, Խոմեյնին, Ռաղբարը։ Իրանք երկուսն էլ ազարի են, ոնց որ ազարի էր Ահմադինեջադը։ То есть իրենք վերջապես մի կերպ հասկացան, որ Իրանին չեն ատում, ատում են այն, ինչը Իրանից ներկայացնում է Իրանը, իսկ Իրանը Իրանից ներկայացնում է նաև ազարի ցեղը։ Այդ խնդիր է իրենց համար։ Դա իրենք սկսել են հասկանալ, երիտասարդները սկսել են հասկանալ ակտիվ, ասենք, բասիջի մեջ են ներգրավում հիմա դա բանն աշխարհազորն է Իրանի ակտիվ քաղաքապաշտպանությունով են զբաղված, ու դա մենք տեսնում ենք։ Մենք տեսնում ենք ոչ թե պարսկական միայն նորություններից, Telegram-յան ալիքներում ամեն ինչը շատ բարձ երևում է։ Ընդհանրապես պիտի տեսնես, եթե ուզում ես կտեսնես, եթե չես ուզում, ամեն ինչն էլ կասես Տրամպը սենց արեց, Նետանյախուն սենց արեց, իսկ եթե մի քիչ ավելի խորն ես ուզում տեսնես, Telegram-յան ալիքներում ամեն ինչ կա։ Վերջին հարցս, պարոն Վարդանով, մենք այսօր ինչ փուլի մեջ ենք, անվտանգային մեր համագարկի մասին ինչ կրնակ հայտարարել, Ձեր սրտով են դարվող աշխատանքները, այնինչ որ գրնակ ներկայացնել մեր ագնտիրներուն եւ ընդհանուր քննադատականը դեպի ուր է գնում մեր անվտանգային համագարկը, որ պատերազմին հետ կսկացինք, որ բավական խոցելի է։ Հասկանանք, որ բոլոր երկրներում, բոլոր պաշտպանական համակարգում ծառայող սպաները, գլխավոր շտաբ, մանավանդ ավագ սպաները ամենահետադիմական հայացքների տեր են։ Բոլոր երկրագնդի վրա, բոլոր երկրներում։ Ամերիկյան, ասենք, Իլոն Մասկը ավելի առաջադեմ մարդ է, քան պաշտպանության նախարարության բարձրաստիճան, ասենք, գլխավոր շտաբի պետերի, ասենք, ժողովի բանը նախագահան եւ այլն։ Ամենտեղ է այդպես, մենակ Հայաստանին չի վերաբերվում։ Խնդիրը ինչու՞մ է, այն որ սկզբից ասեցի, մենք պիտի ամեն ինչը բարձր արվեստով անենք, մենք իրավունք չունենք հետադիմական հայացքների տեր գեներալիտետ ունենանք, ավագ սպաներ ունենք, մենք դրա իրավունքը չունենք, որովհետև այդ բանը հետադիմական հայացքները մեզ այդ մրցավազքի մեջ, կյանքի համար մրցավազքի մեջ, ողջ մնալու process-ում մի ուրիշ ձևի խանգարում են, վտանգելով մեր կյանքերը։ Պաշտպանության համակարգը մեր
բանա սենցա ուրեմն իր զարգացումները տեսնում։ Պարտվել ենք պատերազմում։ Ես այդ պարտվողներից մեկն եմ եղել։ Այն գումարտակը, որը որ մենք պաշտպանության նախարարության հրամանով հավաքել ենք եւ պաշտպանության նախարարության կազմում, ասենք կռվել է ոմա գումարտակը 157, ես այդ գումարտակի հրամանատարն եմ։ Մենք ոչ միտեղ հետ նահանջ չենք ապրել, բայց ընդհանուր, քանի որ կռվել ենք, մենք էլ ենք կռվել, ես էլ եմ կռվել, ծեծվել եմ, բայց ծեծվելուց պետք է հետևություններ անես, չէ՞, գլխավոր պատճառները, գլխավոր ասենք պատճառներից բխող ոչ գլխավոր, բայց աջակցող խնդիրները, ինչն է առաջնահերթ։ Մեր մոտ sense մի հատ մոտեցում կա, կռվել է այս մարդը, աշխատավարձը 200,000 էր, եկեք տանք 250, ինքը կարող է մյուս անգամ չկռվի։ Այս մարդը ունեցել է, կռվել է, իրան ծեծել են, ինքը ունեցել է տանկ 70 թվերի, եկեք 90 թվերի տանկ տանք իրան, ինքը կարող է չկռվի։ Պաշտպանության նախարարությունը այն մոնստր բյուրոկրատական կառույցը ընդհանրապես չի կարծում, որ ինքը մեղավորություն ունի իր լինելով, ուղղակի լինելը իր արդեն մեծագույն վնաս էր զինված ուժերին, միտեղ հավաքված, ուղղակի խփել չեն ցանկացել այդ շենքին, թե չէ այդտեղ խփելով կարելի էր ընդհանրապես գլխատել հայկական զինված ուժերը։ Մի շենքում բոլոր ղեկավարությունը հավաքված, դա անհեթեթություն է, դա նոնսենս է, բայց մենք ունենք այդ նոնսենսը, այդ անհեթեթությունը, չենք էլ փորձում մի բան փոխենք։ Ու գեներալից էդի աշխատավարձը բարձրացնելով հույս ունենք, որ այս անգամ գեներալը ավելի գրագետ կլինի։ Տենց չի, բայց այդ ձև չի։ Մեր մոտ լուրջ կառուցվածքային խնդիրներ կա։ Մեր մոտ ոչ թե զինված ուժերում, այլ պաշտպանական համակարգում։ Այս երկիրը քանի ամոթ չի բանակից խուսափելը, փողով, չփողով, առողջականով, բանով, լուրջ խնդիրների առջև է կանգնած։ Այս երկիրը, որը որ մերն է, բոլորը պիտի ամաչեն, թաքցնեն իրենց բանակ չծառայելը, եթե առողջության խնդիրներ ունեն։ Աղջիկերքը չպիտի փսակվեն այն տղաների հետ, ով բանակ չի գնացել։ մի թարնախարան է դի, չէ։ Այո, որովհետև եթե այս երկիրը ազգ բանակ չունենա, չի ձգի։ Մենք այս փոքր տնտեսությունով եւ փոքր բնակչությունով, այն որ ասում են հայերը 10-15 միլիոն են Հայաստանից դուրս ապրում, Աստված տա 100-ն են։ Իրենք մարտի դաշտ չեն գալու։ 90-ական թվականների 89-ից մինչև 94 թիվ պատերազմի ընթացքում 300 հոգի սպուրկահայ ընդհանուր եկել կռվի դաշտ։ Որը ամոթ է։ Ամոթի հարց չի։ Ամոթի հարց չի, ընդհանրապես։ Գիտակցությունը պետք է բարձրացնել, աշխատել այդ։ Չէ, ընդհանրապես ամոթի մասին չի խոսքը։ Խոսքը դրա մասին է, որ ֆիզիկապես 300 հոգի մարդ են եկել։ Կարող են 7 միլիոնը բոլորը աշխատել են ի հաղթանակ, բան չունեմ ասելու, բայց եկել են 300 հոգի։ Այս 20 թվականին մեր գումարտակի կազմում 123 հոգի դրսից եկած մարդիկ կային։ Մեր գումարտակը 400-ից մի քիչ քիչ էր, 378։ Ինչի համար եմ այդ կոնկրետ թիվը հիշում, 1, 2, 3, 123, դա մոռանալ անհնար է։ Սփյուռքից եկած իմ հայրենակիցներն էին, որոնց մոտավորապես 1/3-ը ոմայում դասընթացներ էր անցել։ Պարապել էր, ճամբարների էր եկել մասնակցել, ասենք, Սփյուռքից։ Ու վերջ, որտեղ մյուս սփյուռքահայերին եթե հաշվում ես, ավելի քիչ են կանգնում ամբողջ Հայաստանի զինված ուժերում, ասենք, ներգրավված սփյուռքահայերը, քան ոմա գումարտակում այդ 123 հոգին։ 7-ից 15 միլիոն հայի համար մի քիչ չի։ Իսկ հիմա նայենք, իսկ իրանք կունենան ռեալ լուրջ պատերազմի դեպքում հնարավորություն գալու։ Չէ՞ որ ասենք Վրաստանով է ինքնաթիռը գալու կամ Իրանով եւ հեշտ խոցվելու է, ասենք, օդում Սյունիքի վրա կամ Վրաստանի վրա, հեշտ է խոցվելու։ Դա նշանակում է հույսդ պիտի դնես ստեղ եղած մարդկանց վրա, նախորոք պատրաստես իրանց դժվարախոցելիությունը կամ անխոցելիությունը, то есть երկիրդ պետք է ամրոց դարձնես, ամրոցի գարնիզոնն էլ պիտի պարապացնես, որպեսզի ազգդ բանակ լինի։ Հակառակ դեպքում ինքը լինելու է հողագործը բանը կռվի դաշտում,
իսկ դա լավ բան չի։ Ավելի լավ է ունենաս զինվորը այգում, քան այգապանին կռվի դաշտում։ Հոգեպես մարզվածությամբ ես դրա հետ եմ, թե չէ, երբ որ ազգդ բանակ դառնա, բոլորը, այդ թվում նաև այգեպանները, գաչ քսողները, շինարարները, չգիտեմ, մարկետոլոգները, բոլորը մարտի դաշտ պիտի դուրս գան, ու խնդիրը միայն, ասենք, մարտի դաշտը դա թուրքերի վրա կրակելը չի։ Մեկը կռվում է, ասենք, հաց թխելով, մեկը կռվում է կրակելով, մեկը կռվում է վիրավորին բուժօգնություն հասցնելով, մեկն է կռվում, ասենք, մեքենան վերանորոգելով, որ այդ մեքենան, ասենք, սնունդ տանի, նույնիսկ ռազմական մեքենայի հետ չեմ։ Կարճ ասած, դա բոլորից գործն է։ Այսօրվա իշխանությունները ազգ բանակ գաղափարը մի քիչ ավելի գրագետ բանով ծրարի մեջ փաթաթված համապարփակ պաշտպանության եւ անվտանգության համակարգ, տենց է կոչվում, ազգ բանակ ասում եմ ինքը շատ ավելի հասկանալի է, էլի ասենք։ Ուրեմն այդ համապարփակ համակարգը աղքի խոսքերով, անվտանգության խորհրդի քարտուղարի խոսքերով պետությունը ворթեգրել է որպես իր համար ուղղություն ու ոչ մի քայլ չի անում։ Ինչի համար, որովհետև իշխանություն պահելը ավելի կարևոր է ցանկացած քաղաքական ուժի համար, կուսակցականացված քաղաքական ուժի համար, քան երկիրը պահելը, որովհետև մտածում են ինչ որ մեկը կօգնի, Պարսկաստանը թույլ չի տա, Ամերիկան կմռնչա, Ռուսաստանը էմբարգո կանի, Պուտինը էս կանի, Տրամպը էս կանի, ախպեր, միջև Պուտինը անելը թուրքը կհասցնի մտնի գա Երևան, ճանապարհին մոտավորապես ոտնատակ անելով 100,000 մարդու եւ 500,000 մարդու էլ փախստական դարձնելով։ Ոտնատակ չեմ ուզում չար բաներ ասեմ, էլի։ Կարող է իմաստունի սահմանը տնենց ամուր լինի ու գրագետ քաղաքացիներով ռազմական տեսակետից հագեցված կրակակետերով, որ իրանք ուղակի չկարողանան ներթափանցել։ Այո, Հայաստանի ճակատագիրը դա ծովային ոզնի դառնալն է, ով տեղյա կա դա ինչ կենթանի է, թունավոր փուշերով։ Իրեն ցանկացած ձուկ կարա ուտի, բայց ոչ մի ձուկ ի վիճակի չի իրան ուտելուց հետո չսատկի։ Այդ է։ Ոչ թե մենք կհաղթենք թուրքին, մենք պետք է դառնանք անպարտելի։ То есть մեզ հաղթելը պիտի դառնա թունավոր մահաբեր համ Բաքվի թուրքերի համար, համ Օսման թուրքերի վրա։ Եվ դրա վրա աշխատում է ոման եւ ձեր խոնար ծառան։ Անչափ շնորհակալ եմ հարցազրույցի վերջին մասը նաև ինչ որ ուղերձ էր նաև Սպիրկի մեր հայրենագիտներուն հետևիլ զարգացումներուն եւ հնարավորինս մոդենալ այն ոսկի կոնցեպտին ազգ բանակ իրական կորձին հարկելի ագնտիրներ ավարտին նշեմ որ հյուրս Վովա Վարդանովն էր Ոմայի ղեկավարը ողջ մնալու արվեստի ղեկավարը նաև հորտորս ցեզի անգախ մամուլի շրջանակներում մեջ սեղմեցեք լայքի գոջագը դարազեցեք մեր դեսանյութերը մեկնաբանություն գրեցեք այդպիսով խթանած գլակ անգախ մամուլի մեր արակելությունը բարին ընծես